Թուրքիայում դպրոց գնալն անվտանգ չէ։ 48 ժամում 2 զինված հարձակում 2 տարբեր նահանգներում։ Կրթական հաստատություններում անկառավարելի վիճակը զայրացրել է թուրքերին։ Սկսվել է ընդվզումների նոր ալիք։ Ամեն ինչ սկիզբ առավ ապրիլի 14-ին Շանըֆլուրա նահանգում։ Դպրոցի նախկին սանը որսորդական հրացանով ներխուժել էր Սիվիրեկի մասնագիտացված տեխնիկական վարժարան ու կրակ բացել։ Վիրավորվել էր 17 մարդ, այդ թվում 12 երեխա եւ 3 ուսուցիչ։ Մեկ օր անց ապրիլի 15-ին կրկին կրակոցներ, նորից դպրոցում, այս անգամ Ղահրաման Մարաշի քաղաքում։ Հարձակվողը 8-րդ դասարանի աշակերտ 14-ամյա Իսա Արաս Միրիսելին էր։ Վերցրել էր նախկին ոստիկան հորը պատկանող 5 ատրճանակ, կրակ բացել հենց դասասենյակում։ Փրկվելու համար աշակերտները խուճապահար ցած էին նետվել պատուհաններից։ Սարսափելի միջադեպի հետևանքով զոհվել էր 9 մարդ, 8 աշակերտ եւ 1 ուսուցիչ։ Եվս 13 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց։ Թուրքիայի ոստիկանությունը շտապեց հայտարարել. «Սա ահաբեկչություն չէ, այլ մեկ հանցագործի գործողություն», սակայն երկրում բողոքի աննախադեպ ալիք բարձրացավ։ Պարզվեց, որ հարձակվողը նախապես սպառնացել էր սոցցանցերում, իսկ իրավապահները անտեսել էին հրապարակումը։ Ի նշան բողոքի Թուրքիայում ուսուցիչները գործադուլ են հայտարարել եւ դուրս են եկել փողոց։ Ուսուցիչներն այսօր պարզապես չեն գնացել դպրոց աշխատանքի, նրանք բոյկոտ են հայտարարել։ Մեր շրջանային դպրոցում միայն տնօրենն է եւ վարչական կազմի մի քանի աշխատակից։ Երեխաները գնացել են դպրոց ու վերադարձել, քանի որ դասեր չկան։ Պարզվում է, դպրոցների ելումուտը գրեթե չի վերահսկվում, ինչը հնարավորություն է տալիս զինված անձանց անարգել ներխուժել դպրոցներ։ Կրթական հաստատություններում իրականում ոչ մի ստուգում չկա։ Ցանկացած մարդ կարող է մտնել, պարզապես ասել, թե գնում է տնօրենի մոտ կամ որևէ պատահական անուն տալ։ Պահակը հիմնականում ուղղակի թողնում է, որ անցնես։ Ոչ մի լուրջ հսկողություն գոյություն չունի։ Անկարայում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Մանկավարժները պահանջում են կրթության նախարար Յուսուֆ Թեքինի հրաժարականը։ Ուսուցիչները պնդում են, դպրոցներում կարգապահությունը եւ անվտանգությունը տարիների ընթացքում հետընթաց են ապրել, իսկ իշխանությունը ոչինչ չի արել վիճակը շտկելու համար։ Իրավիճակն այնքան է սրվել, որ դպրոցներում սկսել են ստուգել երեխաների պայուսակները, արգելված իրեր, դանակներ կամ զենք գտնելու նպատակով։ Բայց սա լուծում չէ, մենք պահանջում ենք պետական մակարդակով անվտանգության համակարգի ներդրում, հակառակ դեպքում դպրոց հաճախելը դառնում է կյանքի համար վտանգավոր։ Թուրքիայում բողոքի լայնածավալ ակցիաներից հետո իրավապահ համակարգը ի վերջո անցավ գործի։ Դպրոցներում տեղի ունեցած հրաձգությունների առիթով ձերբակալվել է 83 անձ։ Անվտանգության գլխավոր վարչությունը արգելափակել է սոցիալական մեդիայի 940 օգտահաշիվ, փակվել է տելեգրամյան 93 խումբ։ Այս պահին Թուրքիայի մի շարք նահանգներում դասերը դադարեցված են։ Իշխանությունը փորձում է մեղմել լարվածությունը, սակայն արհմիությունները խոստանում են շարունակել պայքարը, քանի դեռ դպրոցներն անվտանգ չեն։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։